Մաքսի ձերքը բռնի կանգնի, հələ տեսնեմ Մաքսի։ Լավ է Մաքսի, Մաքս շատ է։ Դե կանգնի, հենց արջի։ Հովանես եւ Մաքս երեք չեն կանգնի։ Նախ շատ ուրախ եմ, որ եկել եք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան։ Լավ եք։ Այո։ Լսել եք Իսահակյանի անունը։ Այո։ Իսկ ո՞վ է։ Գրող, հինգրող, հայմեծ գրող։ Այո, հայմեծ գրող, բանաստեղծ, չէ՞, Ավետիք Իսահակյանը։ Իսկ նրա ստեղծագործություններից որևէ մեկին ծանոթ եք, ճիշտ է։ Այս պահին մենք գտնվում ենք Իսահակյանների հյուրասենյակ տունները խանել։ Իսահակյանն այստեղ ընդունել է բազմաթիվ հյուրերի, և հյուրերը եղել են ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Հապա նայեք, սեղանի վրա ինչեր եք տեսնում դրված։ Իրեր։ Ահա, ձեզ ծանոթ է ինքնաեռը։ Այո։ Ինչ են պատրաստում ինքնաեռի մեջ։ Շատ ապրեք, հրաշալի է։ Հիմա նայեք սեղանի շուրջը դրված աթոռներին, ինչ-որ տարբերություն տեսնում եք։ Այո։ Ինչ եք տեսնում։ Իսահակյանի աթոռներ և ամեն առավոտ նրան վարպետ էին կոչում։ Վարպետը նստում էր այս աթոռին, մի բաժակ թեյ էր խմում ինքնաեռից և հետևում էր օրվա դրամոսին։ Տեսեք իր առջև թերթեր են դրված։ Ուշադիր նայեք այս երկու առարկաների, ինչեր են դրանք։ Ռադիո։ Հիմա զգալի տարբեր է, չէ՞։ Այսպիսի հեռուստացույց մենք չեք տեսնի։ Ահա, և Իսահակյանն առաջիններից էր, որ ուներ հեռուստացույց, բայց այնքան էլ չէր սիրում։ Գիտեք ինչ էր ասում հեռուստացույցի մասին։ Ասում էր, այս արկղը մեր սերունդներին կփչացնում։ Նայեք ուշադիր այս գորգին, գեղեցիկ գորգ է։ Այո։ Իսկ ո՞վ է պատկերված։ Այո, շատ ապրեք, Սասունցի Դավիթն էր պատկերված գորգի վրա։ Գորգը Հայաստանի կառավարությունը նվիրել է Իսահակյանին, երբ լրանում էր նրա ծննդյան 65 ամյակը։ Լուսանկարի տղային նայեք, այս լուսանկարի տղան Ավետիք Իսահակյանի թոռն է, Ավիկ Իսահակյանը։ Ավիկ Իսահակյանը հենց երեկ մեզ հյուր էր եկել, այստեղ էր վարպետի տանը։ Նա շատ հաճախ է մեզ այցելում, գուցե մի օր էլ դուք հնարավորություն ունենաք հանդիպելու վարպետի թոռան հետ։ Եվս մեկ դիմանկար դուք կտեսնեք այստեղ, եւ այս դիմանկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը։ Լսել եք Սարյանի մասին։ Այո։
Մարտիրոսարյանը եղել է Ավետիք Իսահակյանի մտերի ընկերը։ Եվ ածուխի փոքրիկ կտորը նկարել է վարպետին։ Եվ այս դիմանկարից 3 օրինակ կա։ Մեկը մեր թանգարանում եք տեսնում, մյուսը Մարտիրոսարյանի տուն թանգարանում է, եթե այցելեք այնտեղ կտեսնեք, երրորդը ինչ է նկարում երեխաները։ Այո, իսկ գիտեք ովքեր են այդ մարդիկ, որ նստած են ուխտերի վրա։ Եվ ուսուցիչները, տեսեք ինչ նվիրյալ ուսուցիչներ են մենք ունեցել։ Իմանալով, որ հայկական յուղերում երեխաները հնարավորություն ունեն կրթություն ստանալու, կրթությունը տեղափոխում են հայկական յուղեր։ Հայաստանով էլ անցել են ուխտերի քարավաններ, եւ Իսահակյանի պապիկը Նիկողայոս աղան եւս ունեցել է ուխտերի քարավան։ Եվ ահա տեսեք ուսուցիչները տեսնում եք, չէ, գլոբուս կա այնտեղ նկար կա, տարբեր առարկաներ իրենց հետ տեղափոխում են հայկական յուղեր, որպեսզի երեխաներին հնարավորություն տան ուսում ստանալու։ Իսկ այսօր դուք լավ հնարավորություն ունեք, չէ, կրթություն ուսում ստանալու եւ հրաշալի ուսուցիչներ նայեք, չէ։ Պահարանի վրա տեսնում եք Իսահակյանի կնոջ Սոֆիա Քոչարյանի դիմաքանդակը։ Իսկ սա Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքն է։ Այստեղ եք տայում երեխաներ։ Իսկ մյուսը Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքն է։ Նիկողայոս Նիկողոսյանը անվանի քանդակագործ է եղել։ Տոնն են բանում որ ասա։ Այո, այս աղջնակը ասած վառարան շատ ճիշտ է։ Երեխաներ ասանք ներկառուցված է մյուս սենյակներում կտեսնեք վառարանների շարունակությունը եւ սրանք շնորհիվ ջերմացնել են ամբողջ բնակարանը։ Հետաքրքիր է, չէ՞։ Այո։ Հարցեր ունենք հյուրասենյակի։ Ոչ։ Ձեզ դասարան չեմ ունեցել։ Այստեղ գնացեք ենթքեսկով։ Գեղեցիկ։ էլիկա վարանը։ Այո, էլիկա վարանը։ Ինչ համեստ ու գեղեցիկ նջասենյակ է մնացել մեր վարպետը։ Ահա այստեղ էր քնում նա։ Սա վարպետի մահճակալն է եղել։ Մահճակալի վերևում կախված է եղել իր մայրիկի Ալմաս Ղլբյանի լուսանկարը։ Նա մայրիկի շատ է սիրել եւ իր բանաստեղծությունների մի զգալի մաս նվիրել է հենց իր սիրելի մայրիկին։ Իսկ որ մասին խոսելիս գիտեք ինչ էր ասում։ Ասում էր աշխարհում ամենագեղեցիկը մոր աչքերն են։ Թեկուզ մայր ունենալու համար արշիկ լույս աշխարհ դուք համամիտեք եւ հաճախ նայեք ձեր մայրերի աչքերին։ Այստեղ տեսնում եք գերմաներեն լեզվով արժեքավոր գրքեր, նա գիտեր գերմաներեն, նույնիսկ թարգմանություններ էր անում ֆրանսերեն լեզվով գրքերի, հարկերուսական գրականություններ։ Իսկ դա ծխամորճն է, լավ նայեք։ Այո, գրիչ, նաև գրել է թանաքով, գիտեք սա ինչ գործիք, հետաքրքիր գործիք։ Այո, իհարկե, գրում ենք։ Թաթախում էին թանաքի մեջ և գրում, գործիքով չորացնում գործիքին։ Ինքը քանի որ հետաքրքրվում էր փիլիսոփայությամբ, որ երկիր էր որ գնար, այսպիսի գեղեցիկ արձանիկներ էր ձեռք բերում և ուշադրություն դարձրին այն կապիկներին։ Չեմ լսում, չեմ տեսնում, չեմ խոսում։ Երջանկության գաղտնիքը, այդպես է կոչվում արձանիկը։ Այն եթե չլսեք վատը, չտեսնեք վատը, չխոսեք վատ բաների մասին, անժամանակ ձեզ ավելի լիարժեք և երջանիկ։ Ուզում ես տեսնել ինչպես է պատրաստված։ Այնպես ինչպես ձեր տանը։ Ոչինչ չի փոխվել։ Երեխաներ, եկեք լավ է, փոխենք, գնանք աշխատանքի սենյակ, արեք ես փոխում եք մեսիջներ։ Նայեք ուշադրություն դարձրեք իր սեղաններին։ Այն գրիչը, որով գրել է, այ տեսեք ինչ հետաքրքիր գործիք է սա, կոչվում է թղթահատ։ Առաջ հին ժամանակներում եւ թղթագրությունից դուրս էին գալիս կասաբալիկը, սամբերին։ Վերևին հատվածը կպած է եղել միմյանց եւ այսպիսի գործիքներ են օգտագործվել։ Այ նայեք չխոսեք, տեսեք ինչ հետաքրքիր, ուրեմն ծխամորճը, ծխամորճը նայեք։ Այդ տուփի մեջ էր դնում իր իրերը, դա սևանից բերված քար է, սիմվոլիկ նվիրել են իրեն։ Հետաքրքիր է։ Այո, սա լին հակուսն է։ Իմ գիշերազգեստ ասացի։ Գիշերանոց ինչպես։ Իսկ այստեղ ով է քնում։
Իր կինը, Տիկին Սոֆիա, իր կինը։ Այո։ Եվ սա Գյումրու այն տունն է, որտեղ ծնվել է Իսահակյանը։ Գյումրիում է պահպանվում է տուն, թանգարանը, կարող եք այցելել եւ տեսնել։ Այստեղ իր ծնողներն են, հայրիկը եւ մայրիկը։ Մայրիկին արդեն դուք տեսաք ննջասենյակում, իսկ կենտրոնում փոքրիկ ավետի իր մորական պապիկի հետ միասին։ Հիմա անցնենք մեր կրթական ծրագրին։ Մի երեխա ցնցոտիներ հագած ու չէր եկել պատերի տակ։ Մեջքը հենել էր պատին և ձեռքը մեկնել էր մարդկանց։ Նոր էր բացվել գարունը, սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին։ Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ և ոչ ոք չէր նայում խեղճ երեխային։ Երբ արևը կամաց թեքվում էր սարերի հետևը, սկսում էր փչել ցուրտ քամին, և երեխան դողում էր։ Աղ, կարմիր արև, բարի արև, դու էիր ինձ միայն տաքացնում, հիմա ուր ես գնում, թողնում ինձ մենակ այս ցրտին ու խավարին։ Վեր առ, տար ինձ քեզ հետ, անուշար։ Լալիս էր երեխան լուրումուջ և արցունքները գլոր սահում էին նրա գունատ երեսից։ Արևը սահեց ու անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց։ Բարի արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ, ես գիտեմ ձեր տունը, այ այն սարի հետևն է։ Ես կգամ քեզ մոտ, հիմա, և խեղճ երեխան դողալով գնաց քաղաքից դուրս եկավ։ Հասավ մոտավոր սարիկ, դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, ցավում էր, բայց ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ։ Մութը իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց։
Սարի գլխին փայլփլում էին աստղերը և կանաչ ուրգուրով ճրագների պես։ Փչում էր սառը խիստ քամի, երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, միշտ բարձր և բարձր։ Հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո մի ձայն լսեց խավարի միջից։ Ո՞վ ես, ուր ես գնում։ Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում։ Ասա, ուր է արևի տունը, հեռու է, թե մոտիկ։ Ջրանքը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց. դու հոգնած կլինես, քաղցած ու ծառա, գնանք ինձ մոտ։ Գնանք տղաս, գնանք ինձ մոտ, ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով նրա տուն տարավ։ Նրա տունը մի խեղճ խրճիթ էր, օջախի շուրջը նստել էին բարի մարդուկին ու 3 փոքր երեխաներ։ Նրա խրճիթին քիչ մեծ բակում լողջում էին ոչխարները։ Նա հովիվ էր, Սարի հովիվ։ Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր էր բերել, թող չլինեք 3 եղբայր, լինեք 4։ 3-ին հաց տվեք ձեռքը, 4-ին են կնար։ Սիրեցեք իրար, եկեք, համբուրեք ձեր եղբորը։ Ամենից առաջ հովիվ կինը բրկեց երեխային և մորպես ջերմ համբուրեց։ Հետո երեխաները եկան և եղբորպես համբուրեցին նրան։ Երեխաները ուրախությունից լաց էին լինում և նորից լալիս։ Հետո սեղան նստեցին, ուրախ զվարթ։ Մայրը նրանց համար անկողին պատրաստեց և ամենքին քնեցրեց իր կողքին։ Երեխան շատ հոգնած էր, իսկույն աչքերը փակեց և անուշ քնեց։ Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան, ամուր ու պարկել նրա գրկում տաք ու երջանիկ։ Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել մոր ձեռքը։ Եվ նա աչքով տեսավ, որ արևը հենց այս տանի մեջ է, և ինքը ուղիղ արևի գրկում է։ Ձեզ դուր եկավ հեքիաթը։ Ով տարավ էր դուր։ Հովիվը տարավ, այո, հովիվը։ Եվ ինչ ասաց իր երեխաների։ Ով կասի։ Ինչ կանես նրա համար։ Դասերից հետո իր հետ գրքով կկարդամ, տառերներ կսովորացնեմ։ Ապրես դու, գեցես, ասա։ Գրելը կսովորացնեմ։ Գրել կսովորացնես, հրաշալի է։ Կարդալ գրել տառերը կսովորեցնես։ Կամ եթե ինքը հեռու որ յուղերից մեկն է և ինտեղ դպրոցներ չկան, տառեր չկան, ես եթե քաղաքում եմ ապրում, նրան կտանեմ իմ դպրոց, նրան շորեր կսունեմ և նրան կտանեմ իմ դպրոց, որպեսզի Ավեք ինչ կանես։ Հրաշալի է, հրաշալի։ Պատկերացնում եք, եթե տղան ձեզ հանդուկ է։ Ինչ դրոսը ինչ ուղես։ Ճիշտ փոխ Կտարի ճիշտ։ Ասջան որ տարերը սովորացնեի, իրան գիրք կառնեի, մի քանի հատ գիրք կառնեի, որ կարդա խելացի դառնա ու աշխատանք գնա գնա աշխատի, Իսկ որ ինքը ունի ուրիշ տեղական, ես իրան օգնեի, որ կտրված Ես երկոր իրան ռասերը սովորացնեի, կդառնա խելացի, հետո փող կտեր, որ ինքը գներ աշխատանքի, որ իր համար տունը ասնի Քաստորեն այս հեքիաթը մեզ սովորեցնում է լինել բարի, սիրող, համբերատար։ Հատու շորեր ու հաց կտայի, ջուր կտայի Հրաշալի, ասա։ Ես դրանք սարքեի իմ եղբայրը Քո եղբայրը գեցես, ասա։ Ես իրան լիք փող կտայի կգնային մոտ իրան ինձ ուզես կառնեի Այ հիմա մենք գիտենք ինչ ենք անելու։ Մեր տղային նախ անուն ենք դնելու, որովհետև դուք տեսաք, չէ հեքիաթում կարծես թե նրա անունը չկար, բացակայում է։ Եվ նրան հագցնելու են գեղեցիկ հագուստներ ու պատրաստելու են հովիվ։ Այսքան էլ Հայկի հագուստները հագցնում եք, սած է սոսինձը։ Քանիսն եք դուք, 5 հոգի, խնդրեմ, յուրաքանչյուր մեկ սոսինձ եք վերցնում և հագուստներ եք հագցնում։ Աղջիկները ինչ են անում, բնավորում են այս պատկերները, խնդրեմ։
Բարես բարձր ասա։ Մոնիկա։ Մոնիկան տեսնենք ինչ է մաղթում Հայկի, կարդա Մոնիկա ջան։ Բարև, ես քեզ կարող եմ և ես քեզ կօգնեմ հացով, ջրով և հագուստով։ Ապրես։ Ասա։ Քո ուզածը կատարվի, առողջ ցանկացում։ Առողջություն, հա, երևի։ Առողջություն, կապույտ երկինք։ Դες ոսնձի, բանիկս, որ փոխանցենք Մաքսին։ Մաքսին չես մաղթում։ Ինչ ես մաղթում։ Բավական է, որ դու ոչ պատի։ Կյանքում քարին չդիպչի։ Ոտքի, հա, դա է մաղթում։ Ահա, հրաշալի է։ Ահա, ես Ալեքսին չես մաղթում։ Ուզում եմ, որ միշտ առողջ լինես, ու կյանքում հաջողակ լինես։ Ապրես, շատ լավ ցանկություն է։ Ահա, խնդրեմ։ Կարդա Դավիթ։ Դավիթ Բասարյան, առողջություն, Աստված պահապան, կապույտ երկինք, կանաչ ճանապարհ։ Ապրես Դավիթ ջան, շատ ապրես, խնդրեմ։ Սիրելի Հայկ, առողջություն դիակիր, ես քեզ հաց կտամ, ջուր կտամ, առողջություն քեզ։ Սիրելի Հայկ, ես քո համար շոր կառնեմ և դաշ կտամ և ուտելիք կտամ։ Ապրես, ահա։ Մաղթում եմ առողջություն, հաջողություն, կապույտ երկինք։ Ապրես, շատ ապրես դու կարդա։ Առողջություն։ Ոտքը քարին չդիպչի։ Ոտքը քարի չդիպչի, շատ ընկերներ ունենաս, ահա։ Սիրելի Հայկ, ես քեզ ուզում եմ առողջություն, կանաչ ճանապարհ ու կապույտ երկինք։ Մարիա Թովմասյան, Հայկ ջան, ես քեզ միշտ բարի լինես։ Ես քեզ համար հագուստ կգնամ։ Լավ ընտանիք ունենաս, որ դու բարի ես մաղթում եմ միշտ քո ուզածը կատարվի։ Ես քեզ հաց ջուր կտամ։ Ապրես, շատ ապրես։ Ուվես, ապրես։ Բասա բանավոր հիշում ես կոնդամազը։ Մաղթում է, որ Ինչ ես մաղթել, լավ, լասատեսնի, չկմաղ։ հիվանդ չլինես, լավ լինես, լավ օրեր է մաղթում։ Ապրես, շատ ապրես, անեջ ջան։ Լավն է քիչաթը։ Այո, հավանեցի։ Շատ ապրես։ Դե հիմա այստեղ դրիչները դնում ենք։ Միասին իջնում ենք նաև վարպետի այգին դիտելու։ Եվ ձեր այս գեղեցիկ աշխատանքները դուք կտանեք եւ կհարցնեք ձեր դասարան։